Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, բարի գալուստ իմ խոհանոց, շնորհակալություն ակտիվության ջերմ խոսքերի համար։ Սիրելիներս, այսօր ես բերել եմ ձեզ համար, նախապես ասեմ, որ փորձել եմ առաջին անգամ հայկական արագ պատրաստվող գաթայի պատրաստման մեկ այլ տարբերակ։ Այս տարբերակով ես ստացել եմ այսպիսի տեսք ունեցող գաթա, մի մասը կտրատել եմ այսպես նեղ-նեղ, մյուս տարբերակը մի փոքր ավելի լայն եմ կտրատել։ Սիրելիներս, խնդրում եմ անպայման դուք էլ փորձեք, գրեք ձեր կարծիքը այս եղանակի պատրաստման վերաբերյալ։ Խմորի համար փափուկ կարագին ավելացնում եմ աղ եւ նախապես մաղած ալյուր։ Ձեռքով տրորում եմ այնքան, մինչև ստացվի այսպիսի զանգված։ Ավելացնում եմ փխրեցուցիչը թթվասերով խառնած եւ 1 ձու։ Սկզբից գդալով մի փոքր խառնում եմ, հետո թասի մեջ հավաքում եմ ձեռքով մի փոքր խմորը, տեղափոխում սեղանի վրա։ Ես սիրում եմ ավելի շատ հունցել սեղանի վրա։ Ինձ համար այդպես ավելի հարմար է։ Հունցում եմ այնքան, մինչև ստացվում է շատ փափուկ նման տիպի խմոր։ Թողնում եմ այս ընդհանուր գունդը մի փոքր հանգստանա, մինչև այդ պատրաստում եմ խորիզը։ Փափուկ կարագին ավելացնում եմ շաքարավազ, վանիլ, խառնում եմ եւ հետո ավելացնում եմ ալյուրը։ Ձեռքով այնքան եմ շաղաղում, մինչև ստացվի այսպիսի զանգված։ Դնում եմ մի փոքր այն կողմ խորիզը, մեր խմորը արդեն հանգստացել է, բաժանում եմ 2 մասի, իսկ ցանկացած 2 գնդերը բաժանում եմ 4 մասերի եւ ստանում եմ այսպիսի 8 գունդ։ Թողնում եմ մի փոքր հանգստանա, յուրաքանչյուր գունդը բացում եմ եւ վերցրել եմ 2 ափսե, յուրաքանչյուր ափսեի մեջ բացում եմ ափսեի չափով խմորը, մեր փոքր գնդերը։ Հալած կարագ եմ քսում, այսպես երկրորդ, երրորդ շերտերը, իսկ վերջի 4-րդ շերտի վրա կարագ այլևս չեմ քսում։ Փակում եմ խմորը, ծածկում եմ եւ դնում սառնարան 10-15 րոպե հանգստանա եւ քսված կարագները մի փոքր սառի, որպեսզի ավելի հարմար լինի բացելու, կրկնակելու համար։ Եվ այսպես ունենք 2 ափսե, նույն ձևով կատարել եմ հաջորդ 4 գունդը, ունեմ այսպիսի խմորներ, բացում եմ առաջի խմորը, արդեն ստացվել է շերտավոր խմոր։ Պատում եմ նորից շատ բարակ շերտով կարագ եմ հալած քսում, որպեսզի տարածած խորիզը եւ ավելացնում եմ խորիզը, որպեսզի տարածած խորիզը ավելի
ամուր նստի խմորի վրա եւ հեշտ լինի ծալելու կամ փաթաթելու համար։ Ես այս դեպքում ոչ թե փաթաթել եմ, այլ ծալել եմ խմորը եւ յուրաքանչյուր ծալելուց հետո նորից մի փոքր հալած կարագ եմ քսել։ Այսպես նորից ծալում եմ նույն ձևով։ Վերջի շերտը արդեն վրա եմ բերում, ամրացնում եմ ծայրերը եւ եզրերը, շրջում եմ, ձեռքով մի փոքր հարթեցնում եմ, պատառաքաղով ձևավորում եւ կտրատում։ Մեջտեղից կտրել եմ, եւ ավելի երկար նեղ եմ կտրել, սովորաբար շերտավոր խմորով գաթաները պատրաստելու ժամանակ ես այսպես եմ կտրատում։ Հետո նախապես տաքացրել եմ ջեռոցը 200 աշճան, տեղափոխում եմ հիմա տապակի վրա, ջեռոցը տաքացրել եմ 200 աշճան, թխելու եմ 180 աստիճան։ Տեղափոխելուց հետո ձվի դեղնուցը կաթով բացել եմ, քսել եմ վրաները եւ թխել։ Թխելուց հետո ստացել եմ այսպիսի գաթաներ, սրանք նեղ կտրվածքով է, իսկ հաջորդ տապակինը ավելի լայնոտ եւ ավելի կարճ կտրվածքով։ Ասեմ, որ սիրելիներս, շատ հետաքրքիր համ է ստացվել այս եղանակով պատրաստված գաթան։ Այն եւ խրթխրթան է եւ շատ փափուկ, այնպես որ փորձեք սիրելիներս, պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքները։